Այսի պետք է, այսի խնդրում չհանեք։ Չեմ հավատում։ Շատ աբսուրդ։ Տեսոր, ես ինտուիցիով եմ։ Դուք ստանում եք միանգամից 3 միավոր։ Ես օրորթապնդիչ եմ։ Արդեն ամեն ինչ վատ։ Արդեն վատ ամեն ինչ։ Ասում ենք ժամանակը վերջացավ, ասումը։ Պատասխան։ Մեզ քիչ է այս ժամանակը։ Խնդրում եմ այդ հայ գիտնականներին զանգեք։ Դուք գիտեք, որ գոյություն ունի մի ամբողջ գիտություն, որն ուսումնասիրում է ծիծաղը։ Գիտության անվանումն է գեոտոլոգիա։ Ողջույն Monk 3-ի YouTube-յան ալիքով խելքից դուրս խաղն է։ Այստեղ կարևոր են ոչ միայն գիտելիքները, այլև ստեղծագործ միտքը եւ արագությունը։ Այսօրվա մեր մասնակիցներն են Էման, Սուրենը, Ալեքսանդրը եւ Էլենա։ Պատրաստ եք ցելում են խաղը։ Ես միանգամից առաջարկում եմ, որ ձեր թիմերի համար դուք անուններ որոշեք։ Ընտրեք։ Մենք արդեն որոշել ենք։ Լուրջ։ Այո։ Մենք շատ արագ հասկացանք իրար մի հայացքից, որ մեր թիմը պետք է կոչվի ծերեր։ Ծերը։ Այո։ Ինչու՞։ Բացատրեմ ինչու։ Որովհետև արդեն ցավում են մկանները։ Անհարմար է երբ չկա աթոռի թիկնակ արդեն ցնցած։ Մրսում ենք։ Ես աչքիս կամես կողմ։ Իսկ դուք ընտրել եք։ Մենք մի քիչ ոնց որ միասնական անուն որոշեցինք եւ մի խոսքով մեր dress code-ի միջոցով փոխեցինք ինչ որ եզրակացություններ անել անվան, մենք որոշեցինք անուն լինի ֆլամինգոները մթնշաղում։ Ինչի են մեր մասնակիցները մի շատ բարդ թիմի անուններ որոշում։ Ամեն անգամ դու ես դա ասել։ Իսկ հիմա մենք կծանոթանանք առաջին փուլի կանոններին։ Առաջին փուլում մասնակիցները պետք է գուշակեն բրիտանացի գիտնականների տարօրինակ հայտնագործությունները։ Յուրաքանչյուր հարցի համար տրվելու է 4 տարբերակ։ Եթե թիմը միանգամից է գուշակում պատասխանը, ստանում է 3 միավոր։ Եթե սխալ, մյուս թիմն է հնարավորություն ստանում պատասխանել նույն հարցին եւ ճիշտ պատասխանի դեպքում ստանում է 2 միավոր։ Եթե նրանք են սխալվում, կրկին հակառակորդ թիմն է պատասխանում եւ գուշակելու դեպքում ստանում է 1 միավոր։ Պատասխանելու համար թիմերը կունենան 30 վայրկյան։ Առաջին փուլում դուք պետք է գուշակեք բրիտանացի գիտնականների սրամիտ, խելահեղ ու տարօրինակ հայտնագործությունները։ Չինգաչունգ եք անում։ Ընտրեք թե ձեր թիմից ով է չինգաչունգ անելու, դուք Ես կարող եմ զիջել։ Չէ, շնորհակալ եմ դու, բայց Ալի ջան դու պետք է գաս ինձ թվում է, ինքը ծեր։ Մենք ծեր ենք։ Վայալացած չի կանել։ Այսի պետք է, այսի խնդրում եմ չհանեք եթերից։ Վայալ ջան, շնորհակալ եմ որ եկաք։ Մեկից։ Հա։ Ահա։ Հաջողություն, շնորհակալ։ Խաղը սկսում են տեղավորվել։ Ծերացած։ Խաղը սկսում են ծերերը։ Ես կյանքում առաջին անգամ հաղթեցի։ Դրա համար 30 դոլար։ Առաջին հարց։ Ինչ եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները ուսումնասիրելով իրենց երկրում մոտ 585,000 ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը։ Առաջին տարբերակ, որ կանայք տղամարդկանցից ավելի լավ են վարում, երկրորդ տարբերակ, որ ամենակարգազանց վարորդները շիկահեր կանայք են, երրորդ տարբերակ, որ շների հետ երթևեկող բրիտանացիները ավելի զգույշ են մեքենավարում, եւ չորրորդ տարբերակ, որ վթարների հիմնական պատճառը ղեկին SMS գրելն է։ Դուք ունեք 30 վայրկյան քննարկելու համար։ Բայց առաջին տարբերակը մի քիչ տարօրինակ է։ Իրանք են հիմա պատասխանում, Ես իրանց տեղը ես վարում։ դու քննարկում ես։ Բայց ով է զգուշացնում, դա պատահարների քանակը ավելացնում։ Վարկան ինչ էր ուզում երկրում ճանապարհ։ Ինձ թվում է մյուս 3-ից մեկն է։ Ինձ թվում է SMS-ը կլինի։ Էլեն դու Հաստատ շիկահեր կանայք չեն։ կանայք ավելի լավ են վարում։ Կարա լինի, բայց չեմ կարծում ամեն դեպքում SMS-ը Ժամանակը սպառվեց պատասխան։ Մեր պատասխանն է, որ վթարների հիմնական պատճառը ղեկին SMS գրելն է։ Տարբերակ 4-րդ։ Այո։ Պատասխանը սխալ է։ Դուք եւս ունեք պատասխանելու հնարավորություն 30 վայրկյան մտածեք։
Ես ճիշտ ասած վերջինն էի Եթե ճիշտ պատասխանեք, դուք կստանաք 2 միավոր։ Ընտրում ենք իմը։ Սուր դու մեքենա վարում ես։ Նայ, որովհետեւ Ինչ ես կարծում։ մտածում եմ, ասենք Դե որ SMS են գնում վթարը։ Կանայք լավ վարորդները։ Ոչ։ այո, փոխեք, Էմա։ փոխեք մասնակցությունը։ Չէ, կատակ եմ անում, այո։ Այո։ Այդ Ամեն դեպքում ավելի զգույշ։ Այո։ Ձեր ժամանակը Այո, մենք պատրաստ ենք։ Որ շների հետ երթևեկող բրիտանացիները ավելի զգույշ են մեքենա վարում։ երրորդ տարբերակը։ Այո։ Սխալ ենք։ Պատասխանը սխալ է։ Դուք ունեք եւս մեկ հնարավորություն բայց ու կստանաք մեկ միավոր։ Արի ընտրենք ամենաաբսուրդային։ լսի հենց դա, քանի որ բրիտանացի գիտնականները շատ պարապ են։ Դե լավ։ Գուցե իրանք ուղղակի շիկար կանանց մասին։ Շիկա հետա լինելու։ Հետա Ես չգիտեմ դու ունի առաջին ես։ լավ չէ դու ընտրի։ Լսում, բայց ինտուիցիաս ինձ խաբեցեց։ Պատասխանատվություն ինտուիցիա չունեմ։ Ամեն դեպքում հաստատ կանանց մասին է, դա կարա, որպես ճիշտ Շիկահեր պատասխան։ կանայք ու որ տղամարդկանցից կանայք ավելի լավ են վարում։ Շիկահեր կանայք։ Ժամանակը սպառվեց պատասխան։ Առաջինը Ասա։ մենք որոշեցինք, որ կանայք տղամարդկանցից ավելի լավ են վարում։ Եվ ձեր պատասխանը ճիշտ է։ Դուք ստանաք մեկ միավոր, այո։ Չեմ հավատում։ Խնդրում եմ այդ հայ գիտնականներին զանգեք։ Չհասարակ պատասխաներ։ Ես Թիմի անունը պատասխան էի։ Ֆլամի։ Ես եմ հավատում։ Մղձավանջը։ Միրոպը։ Ես Շաղում։ խնդրում եմ լսեք երկրորդ հարցը։ Շարունակում ենք մեքենաների թեման։ Բրիտանացի գիտնականների ուսումնասիրության համաձայն ինչով են առանձնանում կարմիր մեքենաները։ Առաջին տարբերակ՝ դրանք ամենաքիչն են վթարների մեջ հայտնվում, երկրորդ տարբերակ՝ թռչուններն ամենաշատը հենց դրանց վրա են ծրտում, երրորդ տարբերակ՝ կարմիր մեքենաներից ամենաշատն են գողություն անում եւ չորրորդ տարբերակ՝ եվրոպական ոչ մի երկրում ոստիկանության մեքենաները կարմիր չեն։ Ունեք 30 վայրկյան քննարկելու համար։ Կարմիր ոստիկանություն։ Ու եթե դուք ճիշտ պատասխանեք, 3 միավոր միանգամից կստանաք։ Լավ մտածեք։ Ծրտելու տարբերակ, որովհետև երևի ավելի աչքի ընկնող է ինքը։ Պրիցելի համար ինքը շատ աչքի ընկնող է։ Մեքենաները դիտակ։ Ուներ տենց գույներ տեսնում։ Բայց ուզում ներկես խառնի։ Գույները լավ չեն տեսնում։ Լավ չեն տեսնում։ Չէ, հասկանանք տեսնում են, բայց սենց։ Սենց են տեսնում։ Պետքա Ամենակիցն են վթարների մեջ հայտնում։ Ժամանակը սպառված է պատասխան։ ծերտը։ Երկրորդ տարբերակը, Այո։ որ թռչունները ամենաշատը հենց դրանց վրա են ծրտում։ Յա։ Ընդունա պատասխանը։ Այո։ Հաստատ Դրանք, բայց ես մտածում էի, որ թռչունները գույներ չեն տեսնում։ պատասխանը ճիշտ է։ Ստանում եք միանգամից 3 միավոր։ Ինչ տարբերություն իրանց։ Հաշիվը 1, 3։ Ծերեր շփոթում։ Իսկ դա մենակ մեքենաների վրա է, ասում թե շորերի էլ։ Եթե իմանամ կարմիր հագնեմ մենակ։ Բայց լսեք, մեկնաբանություն կա։ Նրանք բացահայտել են, որ երկրորդ տեղում գտնվում են կապույտ մեքենաները, երրորդ տեղում սևերը։ Իսկ կարող եք ասել, որ գույնի մեքենաների վրա են ամենաքիչը ծրտում։ Ամենաքիչը թե շատը։ Ամենաքիչը։ Սպիտակ, Չէ, սպիտակ։ Մոխրագույն։ սև, Սևը երրորդ տեղում էր։ Դեղի։ Կանաչ։ Մոտել։ Մտածում են ծառը։ Ահա որը։ Նա հարց ով է այսքան ժամանակ կանաչ մեքենա։ Սիրելի ծերեր։ Չէ, ով է որոշել կանաչ վերցնի։ Անցնում ենք երրորդ հարցին։ Բրիտանացի գիտնականների ուսումնասիրության համաձայն տարբեր բարդ եւ տհաճ իրավիճակներում ինչն է մեղմում ցավը։ Առաջին տարբերակ՝ գոռալը, երկրորդ տարբերակ՝ հայհոյանքը, երրորդ տարբերակ՝ ողջագուրվելը եւ չորրորդ տարբերակ՝ ռոմանտիկ ֆիլմեր դիտելը։ Դուք ունեք 30 վայրկյան քննարկելու համար։ Աշտի արդեն որ գերմանացիները ռոմանտիկ ֆիլմերը կարող լինի։ Բրիտանացի են։ Պայքար։ Դուք ցավի դեմ ինչպես եք օրինակ պայքար։ Բրիտանացիները իրենք adekvat չեն։ օրինակ գորալը ինձ շատ է օգնում, ես սիրում եմ գորալ ու ամբողջ էմոցիաները դուրս հանել։ Հայոյելն ու Լացում է, ողջագուրվելը։ Չէ, մենակ եմ մնում, որ ինչ որ բացասական էներգիան ուրիշների վրա բան չէ։ Ինձ մի տեղը ցավը։ Բայց իրանց այդ կողմերում չի ստեղծվում ջարդել գորալ քշել։ Ծերերս։ Որը։ Ժամանակը վերջացավ, Ախր մենք պատասխան։ ծերենք մեզ քիչ է այս ժամանակ։ Ասում ենք ժամանակը վերջացավ, ասում եմ։ Ինչա։ Մինչև տեսնում եմ։ Բայց չեմ լսում։ Պատասխան։ Պատասխան։ Էլի վրա գցեցին հայհոյերը։ Պատասխանը ճիշտ է։ Դուք ստանում եք 3 միավոր։ Այս ճիշտ են գուշակել։
Ինչ։ Այդ ճիշտ են բրիտանացիները հասկացել։ Հիմա կարդում եմ մեկնաբանությունը։ Հետազոտությանը մի քանի 100 մարդ է մասնակցել, որոնց մի մասը ձեռքը մտցրել է սառցակալած ջրի մեջ ու նրանց արգելել են արտահայտվել, իսկ մյուս մասին թույլ են տվել արտահայտել։ Ու ովքեր որ արտահայտվել են, իրենք ավելի քիչ են ցավը զգացել։ Իսկ արտահայտվել են հայոյանքով։ Դե հա, մեկը։ Միգուցե։ Հաշիվ այս պահին 4-3։ Ուշադիր, կարդում եմ վերջին 4-րդ հարցը։ Գնաց։ Բրիտանացի գիտնականների կարծիքով նշվածներից ի՞նչն է նպաստում բույսերի աճին։ Առաջին տարբերակ՝ հին հեռախոսները, երկրորդ տարբերակ՝ Beatles-ի երգերը, երրորդ տարբերակ՝ օծանելիքը եւ չորրորդ տարբերակ՝ թութակների դայլայլը։ Ես ինչ որ Թութակի դայլայլը։ Չէ, ինձ թվում ես տենց բան լսել եմ, որ Դուք երկերը ծերեր ջան, արդեն տանը պիտի բույսեր ունենաք, խնամեք, հեսա կողքները դրված։ Մենք հայկական տարբերակով ենք աճացնում, աթար ենք քսում։ Չէ, ոչ թե հենց Beatles-ի, այլ առհասարակ, բայց երևի ինչ կապ ունի։ Ինչ որ բացատրություն կա, եթե Beatles։ Օծանելիքը։ Այն Չէ, չէ, օծանելիքը ոնց կարող օգնի։ Չէ, բույսը հենց այդ բանը ապահովում ոչ թե։ Մինիմա Beatles-ի 3, երգը թութակի 2, դայլայլը։ 1, պատասխան։ Beatles։ Ծերեր, Աչքիս ես։ Մենք կարծում ենք, բույսեր հա, չէ, մենք դեռ չենք կարծում։ պատասխանեք։ Դուք կստանաք երկու միավոր։ Հին հեռախոսների հետի։ Թութակների Հա դուք չեք հասկացել, որ պետք է իրանց քննարկել։ դայլայլը։ Օտոմատիկն են դուրսանալի, տանրիկ կապ։ Ես թութակի։ Օծանելիքը հաստատ չէ, մեջը սպիրտային բան կա, որը կչորացնի։ Հա, կամ թութակի։ Ալեքս Մենք սիրում ես ենթադրում Beatles-ի ենք, երգերը։ որ Նրանց տակ եմ մեծացել։ մենք ենթադրում ենք, որ կօգտագործենք մեր եթերային 4 վայրկյաններ, նոր կպատասխանենք, որ թութակների դայլայլը։ Չասես սխալ է, Մարիամ։ Ասում եմ, սխալ է։ Դուք ունեք եւս մեկ հնարավորություն եւ եթե ճիշտ պատասխանեք, կստանաք մեկ միավոր։ Ալիք հին հեռախոսները։ Մի րոպե, մի րոպե։ Արի իրեն հետ քննարկենք։ Ոչ պատասխանես։ Ոնց կարա օգնի հին հեռախոսը, որ աճի բույս։ Ոնց։ Հիմա հարց, օծանելիքը ոնց կարող։ Չգիտեմ, արմատներից են։ Բայց Չենք դες արմատեն հողի մեջ որ աճի։ որովհետև ամենատարօրինական հենց օծանելիքն է իշխին ներվում հենց բույսերի հետ։ Հա, բայց երևի, ես Հին հեռախոսն ենք, բայց այն ցանկը ինչ կա։ Դու ո՞րն ես։ Ժամանակը սպառվեց, պատասխան։ Բայց կարող ենք ալաբալանիցայի մեթոդին անցնել։ Ինչպես դուք կցանկանաս։ Որ ազդում է։ Չգիտեմ։ Ինչ Պատասխան։ Օծանելիք։ Ոչ սիրելիներս, ճիշտ պատասխանն էր հին հեռախոսները։ Բայց ինչ կապ ունի հին հեռախոսը։ Ինչ։ Դու ծեր ես, ես քեզ նվեր ունեմ։ Դու քեզ ծեր ես համարում։ Այս տալիս է Խորհուրդ եմ սորսենց։ տալիս։ Աճեցնել։ Հին հեռախոսի օգնությամբ ոնց Իրականում գիտնականները ողրզել են, որ եթե խեցամանների գարշոկների մեջ դնեն հին հեռախոսներ, բույսերը ավելի արագ են աճում ու ավելի արագ աճում են հիմնականում արևածաղիկները։ երեխեք հին հեռախոսը iPhone 4-ը Ես ամփոփում եմ։ Բայց իրանց հին հեռախոսը թե մեր։ Երևի Մեր հինը լարով է սենց ալինում, իսկ իրանց հինը արդեն սմարթֆոն է։ Այս պայն հաշիվը 4-3, մենք անցնում ենք երկրորդ փուլի։ Երկրորդ փուլում մասնակիցները պետք է գուշակեն տարօրինակ հայտնագործությունները, որոնց համար տարբեր երկրների գիտնականներ, գրողներ, քաղաքական գործիչներ Շնոբելյան մրցանակի են արժանացել։ Խաղը սկսելու է հաշվի մեջ պարտվող թիմը, հավասար արդյունքի դեպքում այն թիմը, որը առաջին փուլում երկրորդն էր պատասխանել հարցին։ Արդեն 30 տարուց ավելի Նոբելյան մրցանակին զուգահեռ շնորհվում է դրա հակամրցանակը՝ Շնոբելյան մրցանակը։ Այն շնորհվում է տարբեր բնագավառներում սրամիտ ու տարօրինակ հայտնագործությունների համար։ Հիմա կենտրոնացեք, պատրաստվեք, որը կարդում եմ երկրորդ փուլի հարցերը։ Ու հաշիվ այս պահին 4-3 եւ սկսում ենք հաշվով զիջող թիմի հետ։ Ուշադիր։ Դիջողնն հենց մենք էինք, հա։ Կատանիայի համալսարանի իտալացի գիտնականների խումբը մենեջմենթի բնագավառում Շնոբելյան մրցանակի է արժանացել, քանի որ նրանք մաթեմատիկորեն ապացուցել էին, որ այդ սկզբունքով աշխատակիցների առաջ խաղացումը կնպաստի ընկերությունների արդյունավետության բարձրացմանը։ Առաջին տարբերակ՝
պատահականության սկզբունքով, երկրորդ տարբերակ չծխողներին առավելություն տալու սկզբունքով, երրորդ տարբերակ ամուսնացածներին առավելություն տալու սկզբունքով եւ չորրորդ տարբերակ միայնակ կանանց առավելություն տալու սկզբունքով ունեք 30 վայրկյան Հիմա հարց Կատանյան որտեղ է։ Ինչ ես կարծում։ Նեղոսս։ Ախր գրած է Կատանիայի համալսարանի Կատանիա- իտալացի Իտալիան Չգիտեմ, ինձ միայնակ կանայք են ավելի Այս շատ։ հիմա ռանդոմ ասում ես դու։ Չէ։ Իտալացի են, հայեր չեն ռախտում։ Սուր, Էմա, ինչ խրախուսանք է ձեզ Պատահականության։ դերասաններ։ Մեզ գոնե խրախուսանք է անհրաժեշտ նախ, հետո նոր մտածենք թե ինչ։ Հա, ինչ։ Ժամանակը պատմած է պատմի դեպ պատասխանի։ Չինգաչում են ով հաղթեց ինքնապատասխան։ Դες նոր սերունդ։ Շատ սխալ է։ Հեյ, ChatGPT-ն երեխեք ChatGPT-ին հարցրեք։ Հերախոսից ափսոս չի կարելի օգտվել, թե չեք ասել։ Պատասխան։ Հիմա ես գրեցի։ Դու հաղթեցի։ Միայնակ կանայք։ Չորրորդ տարբերակ։ Հա։ Վստահ ես որ ճիշտ է։ Հուսամ ճիշտ է, ես ուրիշ բան եմ կարծել, ուրիշ։ Ճիշտ չէր պատասխանը ոչ։ Դուք եւս ունեք 30 վայրկյան ոչ ծայրեր։ Դալիս որովհետև իրանք ընտանիք պիտի պահեն։ Առավելություն ունենան, ավելի շատ գումար աշխատեն։ Հա որ։ Չէ։ Իսկ ես խրախուսում են դեր Ակամ աշխատանքին։ չծխողները դուրս չեն գալիս ծխելու, ավելի շատ են աշխատում։ Ճիշտ է, չծխողներին, այո։ Մենք գտել Մենք ենք։ ունենք Ու ասեմ ավելին, եթե նույնիսկ դա սխալ է, ես դիմում եմ Նոբելյան մրցանակին։ Շնոբելը։ Չծխողներին առավելություն տալու սկզբունքով, որովհետև իրանք դուրս չեն գալիս ծխելու, ավելի շատ են աշխատում։ Դե ես սպասում եմ հենց դիմում։ Սխալ է։ Իհարկե Մի ասա։ Դուք եւս ունեք 30 վայրկյան մտածելու համար, եթե ճիշտ պատասխանը կլիկ միավոր եք ստանալու։ ընտրվենք ու ճիշտ ընտրենք։ Ինձ թվում է ամուսնացածների առավելություն։ Դե վարկերաբան անում, դե ծախսերաբան երեխայի։ Համալսարանում ամուսնացած են։ Հա, ինչես հանդիպել դու։ Ուրիշ բանի մասին ես հարցը։ Все-таки պատահական չի եղել։ Ալի միշայ։ Լավ։ Առաջին դու ես արել, հիմա ես։ Թող քո ասածը լինի, հա։ Ինտուիցիա ինչ է հուշում։ Ես ինտուիցիա չունեմ, մի քիչ առաջ ասես։ Լավ, իմ ինտուիցիան ուղղակի Ժամանակը սպառված է պատասխան։ պատասխան առաջին պատահականության սկզբունքով։ Չէ։ Գուցե դա սխալ է, բայց հիմա ինչ ասեմ։ Ասա որ Եվ դուք պատահականության սկզբունքով ճիշտ պատասխանեցիք։ Ստանում եք մետնյավոր հաշիվ այս բային հավասար է 4-4։ Լուրջ են։ Տեսոր, ես ինտուիցիա ունեմ։ Ծերեր, կարդում եմ երկրորդ հարցը։ 2012 թվականին քիմիայի բնագավառում ինժեներ բնապահպան Յոհան Պետերսոնն արժանացել է Շտոբելյան մրցանակի շվեդական Անդերսլով քաղաքի բնակիչների արտաքին տեսքի առանձնահատկության վերաբերյալ հանելուկը լուծելու համար։ Ինչ առանձնահատկություն էր դա։ Առաջին տարբերակ թե ինչու է այդ քաղաքի բնակիչների մազերը կանաչել, երկրորդ տարբերակ թե ինչու են բնակիչների մեծ մասը սկսել օպտիկական ակնոց կրել, երրորդ տարբերակ թե ինչու են սկսել բոլոր տղամարդիկ անպայման սափրվել եւ չորրորդ տարբերակ թե ինչու են տղամարդիկ սկսել խուզել մազերը։ Ունեք 30 վայրկյան քննարկելու համար։ Ամենատարօրինակը որն է, օրինակ, որ մազերը կանաչել։ Ընտրենք դա։ որոշ բնակիչները մազերը կանաչել։ Բնակիչների արտաքին։ Հասկանում ես մեր մոտ ապշահարության դրությունն է։ Քիմիայի բնագավառ։ Հա։ Թե ինչու են Ձեր տղամարդիկ մազերի գույնն էի նայում։ Իմը չէ, դեռ չի կանաչել։ Էլենից բարձ էր։ Էլեն դու կգնաք Շվեդիա։ Հա, գնամ Շվեդիա։ Տեսնենք Նա ինչ է։ շվեդիա գնում։ Դուք ժամանակը սպառվում եք։ Մենք կարծում ենք, որ Տարբերակ Էման կպատասխանի հարցին։ Տարբերակ առաջին թե ինչու է այդ քաղաքի որոշ բնակիչների մազերը կանաչել։ Հա, ընդունեմ այդ պատասխանը։ Ընդունիր։ Եթե սխալ է մի Ճիշտ է ընդունիր։ պատասխանը։ Այո, ես Հասկացել եմ 3 միավոր։ Այս բային հաշիվը 7 Շվեդիան է, ինչ էր սպասում։ Մենք գտանք Բայց- փաստորեն, մենք ուղղակի ուշ ենք հասկանում ըստ ծերության խաղի իմաստը։ Բան չհասկացա։ Յոհան Պետերսոնը ողջել է, որ նոր բնակարաններում, որտեղ տեղափոխվել էին մազերը կանաչած շվեդները, պղնձե խողովակները անհրաժեշտ անվտանգության թաղանթով պաշտպանված չեն եղել։ Արդյունքում տաք ջրի եւ պղնձի ռեակցիայի արդյունքում սպիտակամորթ շվեդների մազերը կանաչել էին։ Հարց 3. 2018 թվականին կանադացի եւ ամերիկացի գիտնականների խումբը Շնոբելյան մրցանակի էր արժանացել, քանի որ բացահայտել էր, թե ինչպես մեղմել աշխատակիցների զայրույթը իրենց ղեկավարների նկատմամբ։
Առաջին տարբերակ՝ սոցիալական ցանցերում նրանց հեռացնելով ընկերների ցանկից, երկրորդ տարբերակ՝ գաղտնի կերպով մեխեր դնել նրանց աթոռների վրա, երրորդ տարբերակ՝ նրանց կնոջը կամ ամուսնուն հայտնել, որ նրանք սիրեկան կամ սիրուհի ունեն, եւ չորրորդ տարբերակ՝ on-line տարբերակով նրանք հարվածում, ծեծում էին իրենց ղեկավարին պատկերող վուդու տիկնիկին, ունեք 30 վայրկյան մտածելու համար։ Վուդուն ինձ թվում է։ Դեռ լսել եմ, դες։ Այդ վուդուի մասին, բայց կարող է այդ վապշը ստեղ չէ։ Օրինակ դուք ինչպես եք բայց հիմնականում ինչ է վրեժ դա խնդիրը բոլորը միասին։ հակազդում։ Մենք փորձ ունենք Մենք ապրել, որ բոլոր տարբերակները օգտագործել ենք։ Չէ, դա այդքան չէ, սիրեկանի բաները չեն կարելի։ Մեխը դրել ես ուսուցիչը։ Հա, իհարկե։ Ես sense եմ կախել։ Լուրջ։ Հա, Անամոթ։ ինչի՞ եմ անամոթ, բայց դե վուդուն շատ ապա իսկի։ Ժամանակը սպառված է պատասխան։ տիկնիկները են, որ ցած խփում ես այն մի խոսքովացային բանը։ Պատասխան։ Տեսլականի երկարության։ Արի, չինգաչում։ Էլի։ Էլի, դուք 30 վայրկյանի մեջ չինգաչուն գարեք էլի։ Մենք Շատ ուզում ենք դանդաղ։ ընդհանուր հայտարարի կամ Ծերերը իրանք են, մենք ենք դանդաղ, բայց։ Դահայ։ Մենք համար ենք երկուսով։ Էй, դու Մի հատ ուրիշ էլ է։ չինգաչում։ Էй, ես ոնց որ գամ ձեզ մոտ մինչև իրոք կողմները շփոթ։ Պատասխան։ Դու ես հաղթել, ինտուիցիան ավելի ճիշտ է։ Իմ կարծիքով Բայց դու ես հաղթել, դու պիտի ասես։ վուդուն է այստեղ։ Տարբերակ 4-րդ։ Այո։ Խնդրում եմ, ես ասելու սխալ։ Ընդունեմ պատասխանը։ Տենց բաներ դու մի արա։ Պատասխանը ճիշտ է։ Այո։ Գիտնականները ողջել են, որ նույնիսկ վիրտուալ վրեժը օգնում էր նեղացած աշխատակիցներին հոգեկան հավասարակշռություն ձեռք բերել։ Չորրորդ հարց։ 2018 թվականին Պորտուգալացի գիտնականների խումբը քիմիայի բնագավառում Շնոբելյան մրցանակի էր արժանացել, քանի որ ապացուցել էր, որ դա տարբեր մակերևույթներ մաքրելու հիանալի միջոց է։ Իսկ ինչը։ Առաջին տարբերակ՝ արցունքները, երկրորդ տարբերակ՝ զուգարանի ջուրը, երրորդ տարբերակ՝ թուքը եւ չորրորդ տարբերակ քրտինքը։ Ունեք 30 վայրկյան քննարկելու համար։ Ով է պատասխանում։ Մենք դուք։ Մենք պատասխանենք։ Տրամաբանական ենք։ Պատասխանենք մի անգամ 10 ռոչный ответ господин ведущий։ Քիմիակ Слушаю. Արդ պատասխանենք, այստեղ չէ։ Մենք կարծում ենք, որ ճիշտ պատասխանն է թուքը։ Իրենք ասեցին թուքը։ Դե նենցա քրտինքի մեջ է։ Խորթակցել էիր։ Եթե սխալ եք, մենք 14 վայրկյան ունենք։ Ես ընդունում եմ ձեր պատասխանը ճիշտ էր։ Այո, թուքը։ Գիտնականների ուսումնասիրության համաձայն մարդու թուքը պարունակում է այնպիսի քիմիական միացություններ, որոնք հիանալի կարող են մաքրել օրինակ ստվարաթուղթը կամ կերամիկա։ Դրա համար ծերերը sense են անում։ Արի բալես։ Այս պայն հաշիվը 10-7։ Իսկ մենք շարունակում ենք խաղը, անցնում ենք երրորդ եւ որոշիչ փուլին։ Երրորդ փուլում մասնակիցները պետք է գուշակեն ԱՄՆ տարբեր նահանգների ու քաղաքների, նաև աշխարհի տարբեր երկրների ամենատարօրինակ օրենքները։ Խաղը սկսելու է հաշվի մեջ պարտվող թիմը, հավասար արդյունքի դեպքում այն թիմը, որը առաջին փուլում երկրորդն էր պատասխանել հարցին։ ԱՄՆ Մոնթանա նահանգում կնոջը ազատազրկում է սպառնում, եթե նա կարդա ամուսնու նամակները։ Ինչ լավ է։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում այս օրենքը չի գործում։ Դե չէ լրացուցիչ մի քանի բանտ պետք է կառուցվեն։ Կինում ես։ Բայց ես կոչ եմ անում, որ ընդհանրապես ոչ մեկի նամակները մի կարդացեք։ Հիմա հանգստացեք, շունչ քաշեք, անցնում ենք երրորդ փուլին։ Եվ խաղը շարունակում ենք պարտվող թիմի հետ։ Առաջին հարց. Ինչն է ԱՄՆ Այդահո նահանգում արգելված անել, եթե նստած է սուղտի վրա։ Առաջին տարբերակ. հաճոյախոսություն անել աղջիկներին, երկրորդ տարբերակ ձկնորսություն անել, երրորդ տարբերակ անցնել կարմիր լույսի տակով եւ չորրորդ տարբերակ սեղմել ատոմային զենքի կարմիր կոճակը։ Յուրաքանչյուր պատասխան կարող է Ես կարծում եմ հաճոյախոսություն անել աղջիկներին։ Դու ինչ ես կարծում։ Հաճախ Ուխտի վրա նստած չի կարելի աղջիկներին դա ատոմային զենքը յանեինք, բայց Դե չնայած ուզնես դուք ո՞նց ես անել։ կարմիր լույսի տակով, կարմիր լույսի տակով անցես կխփեն ուխտին։ Բայց ուխտով ինչ ես փողոցան։ Բայց ուխտով ինչի ես, ուխտով ինչի ես, բայց կարմիր լույսի տակով։ Մեկ պատասխան Փողոցի վրա ես քշում։ Չինգաչում։
Ես գժվեցի արդեն։ Չեմ գաչում Գնացի։ Պամ։ Ես աղթեցի։ Ես ընտրում եմ հաջողություն անել աղջիկներին։ Առաջին տարբերակը։ Պատասխանը սխալ է։ Այո։ Ակունը 30 վայրկյան մտածելու համար ծերեր։ Դանդաղ չմտածես սուրն։ Արա։ Ուրեմն քանի որ նահանգը արդեն Այդահո է կոչվում, Արդեն ամեն ինչ վատ։ արդեն վատ ամեն ինչ։ Ամեն դեպքում ինձ թվում է, որ ձկնորսություն անելն է արգելված, որովհետև շատ աբսուրդ է։ Սեղմել ատոմային զենքի կարմիր Դա կոճակ։ աբսուրդ։ Իսկ կապույտ։ Կարմիր տակով ու հատրամաբանական։ Չէ, քո ասածը դու պատասխանի։ Տակով անցնել։ Հա, բայց որը ձկնորսություն թե սեղմելացում։ Պատասխան։ Ձկնորսություն անել ուխտի վրա նստած։ Ո՞նց եք պատկերացնում այդ պահը։ Հենց դա չենք պատկերացնում, եկել ենք ձեր հաղորդմանը չպատկերացնենք։ Պատասխանը ճիշտ է։ Այո, ձկնորսություն անել։ 12-7 հաշիվը։ Երկրորդ հարց։ Սերբիայում ինչ է թույլատրվում այն ուսանողներին, որոնք ուշացումներ չունեն։ Առաջին տարբերակ թույլատրվում է քննությունից ուշանալ, երկրորդ տարբերակ թույլատրվում է քննության ժամանակ արտագրել, երրորդ տարբերակ թույլատրվում է ժամադրել դասախոսներին եւ չորրորդ տարբերակ թույլատրվում է դասի ավարտից 10 րոպե շուտ դուրս գալ, ունեք 30 վայրկյան քննարկելու համար։ Դարի մտիկ։ Ժամադրում։ Դասանելու համար։ Ուշացումներ չունեն։ Դասանելու արտագրել դրա։ Դուք քննությունի ժամանակ նյարդայնացողներից եք, թե հանգիստ։ Ես ամեն ինչ գիտեմ։ Դասական արտադրոցիա, Պատասխանը դու քննությունը, թե քննությունից Ես բանակ ես առաջին պատասխանը։ Չէ, դա չպետք չի, ճիշտ ես ասում։ Պատասխան։ Մենք Դանդաղներ։ կարծում ենք, որ Ահա։ թույլատրվում է քննության ժամանակ արտագրել։ Ասենք ինչու։ Ահա, ես Որովհետև իրենք դասին եղել են միշտ հա, ու արտագրելու կարիք չեն ունենա։ Դրա համար թող թույլատրենք էլի։ ըստ ձեր տրամաբանության պատասխանը դա է։ Ահա։ Ոչ։ Ունեք 30 վայրկյան քննարկելու համար։ ժամադրել է ինչ անում։ Չին գաչում հիմա արեք։ չէ, արի սակայն քննարկում ընտրենք։ Ժամադրել դասախոսներին։ Կարող է հիմա Սրվիսում դասախոսը ես ջրային աղջիկ կարող։ քննությունների ժամանակ։ Հաստատ 5 ժամ։ Թույլատրեն որ ժամանակ կարող դուրս արի, բայց ժամադրել։ Բոլոր տարբերակները Ես մտածում եմ, որ սրտիկում դա Ես իհարկե չեմ հասցրել Էմայի հետ նույն տարիներին սովորել։ Էդի տրամաբանական բայց պատասխանը։ Դաժան տարիներում էր։ Իսկ դու ուշանում Միշտ հավերժ էլի շփոթող եմ եղել։ պատասխանը Ժամանակը սպառված է պատասխան։ 10 րոպեն։ Թույլատրվում է դասի ավարտից 10 րոպե շուտ դուրս գալ։ Այո։ Դա է քո պատասխանը։ Մենակի մեջ է։ Այս անգամ միասնական ենք Առաջին որոշել, գաչուրի առաջին անգամ։ Պատասխանը ճիշտ է։ իմաստը։ Հաշիվ այս պահին 12-9։ Երրորդ հարց։ Ինչ է կանանց արգելված անել տղամարդու նկարի առջև Օհայո նահանգի Օքսֆորդ քաղաքում։ Առաջին տարբերակ քնել, երկրորդ տարբերակ բամբասել, երրորդ տարբերակ բողոքել եւ չորրորդ տարբերակ մերկանալ։ Ունեք 30 վայրկյան քննարկելու համար։ Մենք։ Այո։ Ոյ։ Մսոմա ոչ մեկ։ Բողոքելն է ինձ թվում, որովհետև դու ոնց որ բացասական էներգիա ինչ որ ձև փոխանցես։ Մի գուցե չնայած բամբասելն էլ կա։ Բամբասել բողոքելը մոտ։ Բայց քնելն էլ շատ բան է, էլի։ Հա, դուք եք Դուքինից մեր կանալը օքեյ։ Հասկանում ես Նկարի առաջ։ չի հերիքում ոչ թե 30 եկել։ Նկարի առաջ։ Ինչ չի կարելի անել։ Ինձ թվում է բողոքել։ ժամանակը սպառված է պատասխան։ Բողոքել։ Ընդունում եմ պատասխանը։ Ալիկ։ Ոչ։ Ո՞նց բողոքել։ Բայց 30 վայրկյաններ օգտագործենք։ Չենք որոշել։ Տղամարդու նկարի առաջ մերկանալը ինձ թվում է դժվար արգել է ինձ, ուտիկի ամերիկանը։ Այնտեղ բոլորը մերկանում են։ Բայց Օհայո նահանգում Օքսֆորդ քաղաքում Это Բանգկոկ մալիշ։ Սուր դու ինչ կարգել էիր։ Ես չի արգել այ մարդ թող քրեի, թող մերկանա, թող բամբասին դու։ Կարևորը նկարի առաջ է։ Լսի, արի ասենք քնել։ Չգիտեմ ինչի չարցնես, բայց Վերկանալնա, բայց դա դու պատասխանես։ Ես զիջում եմ, ես օրորթապնդիչ եմ, Չէ, զիջում եմ։ չի։ Պետք չի։ Լսում եմ Եթե չէ, պատասխանը։ ուրեմն քնել։
Վերջնական ընդունեմ այդ պատասխանը։ Հիմա եթե սխալ եղավ, Ինքը քնելն է։ ինքը իմ նկարի առաջ բամբասելու է։ Պատասխանը սխալ էր։ Այո, Դուք ունեք եւս մեկ հնարավորություն պատասխանելու համար, կստանաք 1 միավոր։ ալի երկու տարբերակ ունենք։ Դու որն ես Բամբասել թե մերկանա։ Հա։ Չինկա չունկար երեխա։ Այսօր երեկո։ Ոտքցեք, ոտքցեք մեզ բանի արեք, մենք կմտածենք։ Լավ, ինչ ենք անում։ Դու ո՞ր ես Մեր կարծում։ կանալ է իսում։ Մերկանալը։ Հա։ Գուցե։ Ես վստահ չեմ։ Դե հիմա ինչ անենք։ Լավ, Ժամանակ ենք մտքով գործ։ պահել եմ ընտրի որ մատ։ Էսի որն է սա։ Բամբասել։ Ուրեմն էսի։ Մեր ժամանակ տենց բաներ Մեր չկա։ ժամանակ ենք Պատասխան։ մեր կանալ Ընտրում եմ 4-րդ տարբերակը։ ընտրում եք։ Ընդունում եմ 4-րդ տարբերակը։ Լավ։ Պատասխանը ճիշտ է։ Ներես։ Հաշիվը 12, 10։ Ափսոս։ Հիմա կարդում եմ վերջին որոշիչ հարցը։ Ինչ անուն է արգելված Ֆրանսիայում տալ խոզերին։ Առաջին տարբերակ Աստերիքս, Դասրոչный ответ։ երկրորդ տարբերակ Նապոլեոն, Արի մտածենք երրորդ տարբերակ Օբելիքս եւ չորրորդ տարբերակ Ֆանտոմաս։ Ես գիտեի, որ այս հարցի Ունեք 30 պատասխանը ինչ որ մի անգամ վայրկյան պետք է Ինձ թվում է Էրման բանը մտել նայել է։ Ու հենց դա հիշել է։ Ինչի հարցը։ Էս Նապոլեոնը։ Օբելիքսը չաղալ չէ։ Նապոլեոն։ Հետո ինչ կասես ջան, պատմուտենամ, նկարահանումներդ լավ են։ Դա նորմալ։ Խոզ ունենք։ Ֆոնտոմասն։ Մենք ուղարկենք Հարցը քննարկում եք։ Մենք պատասխանը գիտենք։ Դե ասեք պատասխանը։ Մենք կարծում ենք Դուք ասում եք 30 վայրկյանը վերջանա։ Քանի որ այսօր ենք Էման ընդունել, ինքը կարծում է, որ Ես չեմ թողնում, որ Ֆրանսիայում խոզերի անունը լինի Նապոլեոն։ Օբելիքս օտար կլոր։ Այո, պատասխանը ճիշտ է։ Նապոլեոն։ Այո, հաշիվը 15, 10։ Հաղթում են ծերերը, այո, այս խաղում հաղթում են ծերերը։ Շնորհավոր, դուք շնորհակալություն։ Իսկ մրցանակ կա։ Ահա, Օրինակ այն հաշվիչներից որ sense բան են անում։ ես հիմա տալիս եմ ձեր մրցանակները։ Այ, շնորհակալ։ Կարող տեղադրել։ Մենք նվեր չունենք։ Չէ, դուք նվեր չունեք։ Բայց երեխեք։ Մենք ձեզ կնվիրենք մեծական խորհուրդներ։ Գալիս էին բույսը գողանայ դե։ Ան բույսը տար։ Չէ, էսը կարեմ տալ։ Տոր իրան, տոր։ Լավ, Էսի բայց քեզ չէ։ Էլենին է ես ուզում նվիրել, բայց ոնց որ ես իմ կողմից Էլենին նվիրեմ, որպես այսօրվա այո։ Այսպիսով մեր խաղն ավարտվեց, շնորհակալ եմ ձեզ մասնակցության համար, իսկ ձեզ կասեմ, որ չմոռանաք հետևել մեր YouTube-յան ալիքին եւ ընդհանրապես բոլոր սոցիալական հարթակներում շատ ակտիվ եղեք, անխնա տարածեք, իսկ մենք կհանդիպենք մյուս ուրբաթ։